սիրելի հետևորդներ ջան, մի հատ տեսեք, թե Սիմայցը հավերն էլ խրտնեցին, խլեզի պոշն էլ մնաց, օթումը ծուլծուլելելով, սիրելի հետևորդներ ջան, բայց թե դա Սիման այն հաթե որսը փախցներ, վերջը վրա թռավ էլ էդ բռնեց։ Բարևում են բոլորից, սիրելի հետևորդներ ջան, օրը ճաշա կտրել, բայց երկնքի պատկերասրահը էս թավուր ասոր, էս միկուրը սևակն էլա, ամբերը բքուր են եկել, հմա թե խեչի դոշի կուրը պարզոտածա, բա որ ասում եմ պատկերասրահ, այնա հենց սրամա էլ ասում եմ էլի, համա թե գիտեմ, որ սոր անձրև կգա թե հլե չէ, նախտի վրա էս պահին էս թավուրա։ Ընդհանրապես, որ սևակնում ա երկինքը սհե, մեր էս փլքի կռան ղաշի սևակնում, ու էս մի կռնուցն ա մեր փայ անձրևը գալի։ Սա գալտի, սա էկողա, որ սհե հվակվել ա։ Ռեկ ես դեսնել, դե գիտեմ, որ էս մի կռնուց ա էլի գալի։ Տարիների վեր, որ ստի ապրում եմ ես, այն պահից սկսած, որ ես տուն եմ եկել, արդեն այս բնության օրենքնին ստյան անգիր եմ արել, թե մեր անձրևը, մեր արևը, որ մի կռնուցն ա։ Օրինակ արևը այս միջի ձորի, այն վերի կռնուցն ա ծագում, բայց դպագարունքու ամար կուրը, աշուն կուրը, դե որ արևը արդեն դվեր ա մտնում, ծծանում ա, այս փլքի դոշիցն արևը ծագում, հետո դե գնում են մի կռներին մեր ա մտնում, դպա են գադա տափի, գուգու թաղաշի են կռանն ա գնում մեր մտնում։ Մի պուջուր էլ սհե հիանանք մեր գեղի այսքան տեղի պատկերասրահովը, հետո ինչա, հավերը հվակվեցին, տահան արի ասեմ մեկ գլխավորապես, որ Սիմային հենց էտա շանս տվի, հետո էտա էլ ռևաց ոչ, հավեսս եկավ, դուս է եկել, որ սենց նկարեմ, ձեզ միանամ, սիրուն տեսարաննի շանս տամ, էտա Սիման որսը ռխին եկավ, համա թե խլեզնել, ոչը թե պրպտացներ, տեղը նեղեր համա, բայց թե դա երկրի օրենքն ա, ամեկն իրանց գլխի ճարը տենում են, աստոցը տեղի աստեղծել այս աշխարը, բայց թե հավերս ըստ եկել են շարվել, հլա տենակ սրանք ինչ են ուզում ինձանից, ինչ անեմ սրանց, մեղք են, դե որ եկել են ձենիս վրա, գեշ են սվորել էլի, դե համբանի տեղ չեմ դնում, կամանց գնում են, բայց հլա ես մարալին, պա, ակլոր աղա, էսուր ես գնում, թե մի տաթևս կգա կեզ ուղիղ դեպի մեր խեչի դոշը, դեր մի քիչ էլ կկենա, սիրելիներս, այն մի ակլորս էլ ամենապուճուրն ա, նրան կթողոնք մի քիչ ջանան էլի, թե չեղու, թենց պուճուր որ բանան են, պետքան էլ չի էլ ինքը թափով, պետքա մի քիչ ջանան է, որ լավն էլի, ինչ անեմ, էլ էդ ասեմ աշխարի օրենքա, հավերիս ճամփու դնեմ կշեմ, քանի որ իրանց կտի ժամը չի, թող մի քիչ էլ համբեր են, գալիս են, եկեք մարալնի ջան, եկեք կողտենի ջան, այս սիպտա գտին պհել, մնել դրա եդի կռան են չալտի կփոփոչ, լատենա մեսուր են գնում, եկեք, կատարներում կարմիր, դելա երկեցեք երկներուտ էլ լսեմ, սաղ իրանցն են ուզում, ես դեր մենակ կոֆա եմ խմել, մի պատար հատ չեմ կերել, դե սրանց կշեմ, դե ոնց հասի, կտի ժամը չի, թող գնան մի քիչ էլ քուջուջան են, հավեսով կամի էլա, հավերին էտա տարա, դենը մի լավ կշեցի են կուրնարի, դպա բաղ չեն էլի, ըստի մի փետ եմ պխում, քանի որ միշտ էլ գալիս են շեմքը կտրում, ու քանի դեռ էս մի կռանն են, ուզում եմ սաղի դել շանս տամ, իմ տեղ ցնքու ցոգոլը,
լավ բռնացա ծառը, թու, ասել մեր վենձերին։ Աստոց էլա ծպհե, կարկուտի ռեխը չնգնի, տեր աստոց։ Սաղ ծառը լավ բերքումը շուլալվածա։ Բայց թե այ հմի քանի խաղաղ վաղտնա հավերին էլ են կուրնարի, գնամ կողնին, ես էլ իմ գլխի ճարը իսկականից տենամ։ Սիրել հետևորդներ ջան, ուզում եմ թազա կարտոշկի ժարի տանեմ, որն արդեն իսկ լվացել եմ հոսով ջրի տակ։ Սա դե գիտեք, որ թազա կարտոշկի կլպելը մի քիչ նենց հալում, որ համպուզում չենք նենց հին կարտոշկի նման հաստ թլաշ կլպենք, բռնում ենք կամ քերում ենք կամ էլ դե գիտեք, էլի հատուկ դանակնի կա, բայց ես ոչ նհե եմ արել, ոչ էլ նհե եմ արել, միասեմ ոնց եմ արել։ Այս սովորական ամանլանալու գուտկեն որ կա, մի քիչ ղայմ, սրանով դրել եմ լավ, տրորելով մաքրել, այս սենց իրա լաշըմնի մճակսում եմ, այն բարակ կլեպը պլոկվում է, կարտոշկի վրա շատ հետքեր չի մնում, Ես բերել էի ստի, որ հատուկ սաղիպել շանստա, հմի ժարով մի կբերեմ վնին դնեմ, եղը լգցնեմ, Ամեն ասեմ, որ խտատում եմ, պետք է այս սարքեմ, վայել եմ, որ գնամ իմ գործին հասնում, մի քիչ էլ հենց կազմու պատրաստեմ, էլի, լամին միացնեմ, որ տակը տքանա, բայց չես, խեմ ես կուրը միացնում, այնքան ես կրանն արել եմ, մտի եմ սվորել, հմի ես պղինց այս մի կրանը դնեմ, ես էլ ստի միացնում, ես ուժեղ տեղը, տենում եք ես ինչ խտարա ուժեղ, Աչկս փախելա, հենց գիտեմ հենց ձերս ետ քաշեք, ետ հանք չի դի։ Հմի խատատ, մատատ, եղն եմ լգցնում, համա թե եղ եմ ասում, հասգոր չի են իմ ձերի արած մայիսի եղին, են որ սարեր ունել էի, հետո իմ ձերովը եղան էի, ես էլ արդեն ամանի տակնա հասել, սրան էլ եմ սիրում, սա էլա շատ համով եղ, ռեդի եղնա, հմի ինչքան հնարավոր է, Մաքրեմ 4-ի կուրը, այն մնացածն էլ որ ջրիկ ճաշլի մեփելիս, ջուրը կլցնեմ, էտ էլ կմաքրեմ։ Սաղըտ էլ ոնց ուզում ալի, դե հենց կլի քանելիս, ամեն ինչին էլ պետք է ղադր լանենք, չէ։ Հմի շատ խատա, պետք է կարտոշկեն կտորեմ, բայց ոչ թե դանակով, այլ գաթակտրիչով, քանի որ գիտեք, որ թազա կարտոշկեն դանակով որ կտրում ենք, տրակ-տրակում է, հմի եգինացնում ենք, ես ոնց անենք, որ լավն էլի, սը հենց, համ մեր ժարիտը սիրում կլի, համ էլ տրակ-տրակի չի, ես ինչ է լավն է, մարդ իրանի ցանկախ իշտահը բացալում, դե ես եմ ձեր իշտահն եմ բացանում, կարաքսը հենց սիրում, սազը գծեք, որ ձեր ժարիկը շատ սիրուն էլի, դե գիտեք, որ թազա կարտոշկեն, եթե մի քիչ բարակ կտրենք, շատ բարակ կտրենք, ջիրա կտրում էլի, ես միստի դրդակ եմ, որ ետ կարելա ստի տեղ անեմ էլի, սիրել հետևորդներ ջան, ոնց տենում եք սորին կեղի, լիզգովն եմ զրիցանում էլ էտ, Քանի որ շատ ճամփապահողնի ու կարոտողնի կա, ով կարոտում է, ով մեր գեղիցն է հեռու է ապրում, հատուկ մեր գեղի ժողովրդին բարևում եմ։ Այս էլ սհե, եգինացնենք, են արդեն ուզում է ճտա, համա թեստի պետք է հենց անեմ, որ ջրի վիկաթիվ ինչ անգի որ, թե չէ եղը տանողը մին կլի, Ես էլ կտրածը ընտի լցնեմ, դեր մեկ ես ինչ լավա կտորում, հետա իսկական է, ես էլ սհե, ես ահագին էլավ, բայց թե մի հատ էլ կտրեմ նավսյակի, քանի որ շատ համով ալում, եթե անգամ մնում էլա, էլ էտ ուտվում է։ Թազա կարտոշկի հնանալուն, հնանալ չկա էլի, ասենք եթե մի քիչ շատ էլ անեմ, արդեն այն մի ժամին էլ հավեսով կուտվի,
պահ, տշտժում եմ, ես ուզում եմ մի հետուց լգցնեմ, որ է մի հետուց էլ փուլը փագեմ, շատ սիրուն եղավ, շատ, դե գիտեք, որ թազա կարտոշկ են կլպելիս, մեր մատների ծերերը սևանում է, կարիշնիվի է դառնում, հետո երկար վաղ անդուր ձևով մնում է, դրա մասը հենց համ ես որ շանս տվի, սրանով տհեչիլում մեր մատները, սենց էլ կտրելիս, էտա տրակ-տրակում, չի ճոտ-ճոթելում, հետո մեր արած գործը շատ շնորքով ալում, ես էլ սհե, ըմտիր, ծուխը ծուլ էլ ավես անջատ եմ, պահ, ես սհե, Անի գորնու կտորը բացավ է, որ մի քիչ ծուխ այրել էտել անցկեն, հա? Հարակույրը ետ կաշեմ, պատուհանը բացանեմ, ես է սհե, տեսնի էլ հվարկոր է, որ իմ սեղանը միշտ մաքուր էլի, հետո արդեն ոնց հասած թթու, կծու, հաց, մաց, պատրաստեմ մինչև որ են շուր տալու վաղտ է կլի։ Իմ շատ սիրելի հետերորդներ ջան, լայքեք մին բացեմ, տեղեք թես ինչքան սիրուն, ահա։ Անպայման այս ձևով դուք են կփորձում, եթե դուք չեք փորձել։ Այս ընթացքում մի քիչ էլ տակը ծծացրել եմ, որ վաղ չվառվի, հմի աղն անելու վաղն անելու, այս է լավը, աղի չանեմ հանկարծ, աղի բաները հետ սիրում չեմ, լայս ինչքան է սիրում, պահ, եղնահալի, հետ ներասվեն, հազա կարտոշք են կարմերում չի, լայս ոնց է սիրում կարմրել, հենց անելտու որ չիմ այս ենք սիրում էլի, Սիման էլ եկավ, դուր միան իրան բաց հարավ ու եկավ կուշտես, այս էլ, հենց հանում է, որ այս կարմիրիներ էսը գծեմ, որ տակ ինկենավոչ հետո վառվի, շատ սիրուն է, համեցեք, այս էլ կանաչին, սամիթ եմ կտորելու, դե գիտեք, որ սամիթը հատկապես, որ լվանում ենք, թացանում տերևնին սհե կուչ-կուչ ա գալի, բայց դա մի բան ելա խնգարուն, չկարևորն էնա մաքուր էլի, ստել թազա դանակնի է եղել երկու հատ, միմինը բաց անեմ, այս է սենց, մի հատ էլ ստի սարֆետկա կա դրանով սփեմ ամեն դեպքում, հետո սրանով կտրեմ, շատ եմ սիրում, որ մին կանանչին սհե մեջ տեղիցը կես ենք հանում, հետո այս ձևով բռնում ու կտորում, ով մանդրն է սիրում, մանդրը կտոր է, ով խոժոր է սիրում, խոժոր կտոր է, սրա հետ սոխն էլ է լավնելում, բայց թե քանի որ գործիտ իմ գնար, ուզում չեմ, որ սոխ օգտագործեմ, այս սենց, ընդի էլ տիմ հտևալ է, որ վառվի ոչ, ես է փումփուլացնեմ, մի հատ է ժարի տխարնեմ, աչքիս բռեցի ֆոտա գալի, մին անջատ եմ, քանի որ այս ժարով եկը հարակա, այսքան դուժվեցի հարեմ ոչ էլի, չէ, լավ պրծավ, ավեն չեմ, շրկանա կարտոշկ է, խատակ շրվեց, այս է սենց, ուզում եմ ասեմ համար է, թե էլ է լավ, այս է հետ, ընտի, սիրով, նաշխած, հնի կանաչին լցնեմ, երկու րոպե կտենա ու պատրաստ կլի,
Ճիշտ է, ձեր կրնուցն երևում չի, բայց թե շանց կտամ։ Ահա։ Հիմի բացում եմ, քանի որ արդեն պատրաստ է։ Ահա։ Այս են սիրուն տեսք ունի, իմ արած ժարիտը, սիրելիներս։ Որը կարմրել է, որը կիսատ է կարմրել, ամեն դեպքում շատ լավն է։ Ուպս շրկան է ինքը այս կարտոշկեն։ Շատ, իմ սրտով է լավ։ Դե ես անցնեմ վայելելուն, սիրել հետևորդներ ջան, ու քանի որ ձեզ էլ հավեսի բերի, դուք էլ այս ձևով, եթե դուրները տեկավ, այս ձևով կսարքեք ու դուք էլ համով կվայելեք, որից հետո կգնամ իմ գործին, հետո երբ որ կգամ տուն, էլ հետ կմյանամ ձեզ։ Սիրելի հետևորդներ ջան, վաղուց հավոր աշխատանքից եկել եմ, արդեն մութն ընկել է, իմ խաղաղ երեկոն է սկսվել, և արդեն նախապատրաստություններ եմ տեսել ելակով ժլետորթը զարդարելու համար։ Այստեղ ելակը լավ լվացել եմ հոսող ջրի տակ, երկու մասի եմ բաժանել, մի մասը երկարավուն եմ կտրել, մի մասն էլ կլոր։ Այստեղ ջուրը հավաքելու համար այս ամանը թեքն եմ դրել և անձեռոցիկ եմ դրել, որպեսզի ջուրը հավաքի, քանի որ ժլետորթի համար ջրի կաթիլները կխանգարեն, այսպես։ Այստեղ արդեն նախապատրաստվել եմ և արդեն իսկ տեսնում եմ, որ առաջի շերտի ժելեն պնդվում է ու պետք է շտապեմ։ Հիմա միանամ ձեզ և մնացած գործողությունները ձեր հետ միասին կատարեմ։ Հիմա տեսեք, թե ինչքան սիրուն է ժելեն էստեղ պնդանում առաջի շերտը, ահա, թեքն եմ գցում և ինքը լավ կպել է։ Առաջի շերտը շատ կարևոր է, որպեսզի երբ որ շրջենք այս ամանը, մեր ժելետորթի երեսը փայլուն լինի։ Հիմա արդեն շտապեմ։ Ուզում եմ նախ առաջի շերտը շարել և հետո կասեմ, թե ինչ ձևով եմ ժելեն բացել, որ ձեզ էլ ավելի պարզ լինի, ահա։ Ընդհանրապես տարբեր եղանակներով են պատրաստում, ամեն մարդ իր ուզած ձևով, իր ուզած չափով և իր ուզած զարդարանքներն է տալիս։ Սրանով ուզում եմ ասել, որ սա նախասիրության հարց է։ Նույնիսկ բաժակների մեջ են պատրաստում և առանց բաժակից հանելու հենց այդպես վայելում։ Բայց երբ որ այսպես զարդարում ենք ու տվյալ ամանից հանում, հետո կտրում, մանրացնում, այդ ձևով ավելի հաճելի է և ինձ այդպես ավելի շատ է դուր գալի։ Այստեղ հնարավորինս ուզում եմ այն չափի կլոր ելակները վերցնել, որպեսզի շատ հարմար լինի այդ չափերի հետ։ Ահա։ Ընդհանուր ելակը շատ խոշոր էր, հիմա սա շարեցի, հիմա էլ ուզում եմ արդեն այս երկարները շարել և այս հակառակ ուղղությունով եմ շարելու, ահա, այսպես պարկեցնելով, հենց որ ժելեն կլցնեմ, ինքը կգնա և կլցվի արանքները, այսպես, հենց որ սա սառելու ընթացքը կվերցնի, նոր կանցնեմ ասելու, թե ինչպես եմ ժելեն բացել, սիրելի հետևորդներ ջան, ահա, այսպես, միշտ էլ թեքվում է, հատկապես երբ միրգը խոշոր է լինում, շատ զգուշություն է պահանջում, նուրբ աշխատանք է համարվում ինքը, ահա, հնարավորինս աշխատում ենք գեղեցիկ ելակները այսպես դասավորել և թույլ չտալ, որ սահի, շատ սիրուն է, շատ, այսպես, այս մեկնելու վերջին արդեն կարող եմ էլի ժելե լցնել և սպասել, որպեսզի սառչի, այսպես գդալով զգուշությունով, ահա այսպես,
Ժելեն էլ արդեն տաք վիճակից դուրս է եկել եւ կարող եմ հանգիստ եւ զգույշ լցնել, որպիսի այն կլոր ելակները տեղից չշարժվեն։ Այսպես հենց որ դա էլ կպնդանա, արդեն երկրորդ շերտը կշարեմ։ Որոշակի արդեն ծածկել է եւ կարող եմ մի փոքր էլ սպասել եւ անցնել հաջորդ շերտը զարդարելուն։ Այդ ընթացքում, սիրելի հետևորդներ ջան, արդեն ասեմ, թե ինչ էլ եմ օգտագործել եւ ինչպես եմ արել։ Օգտագործել եմ Անուշ ֆիրմայի դոնդողը, ահա, որը պարունակում է 50 գրամ եւ ստացվեց 4 ճաշի գդալու կես ժելեի փոշի, ահա, օգտագործել եմ նաեւ Անուշ ֆիրմայի վանիլինը, քանի որ երբ որ վանիլին ենք լցնում, ավելի բուրեղ է լինում, թեպետև օգտագործել եմ այստեղ ծիրանի կոմպոտ, այստեղ տեսնում եք, ինքը հագվեց եւ պետք է զգույշ լինենք։ Սա ընդամենը ծանրությունից է թեքվում, եթե ձեր մոտ էլ այդպես է ստացվում, ապա կողքից մի հեռացեք եւ ուշադիր եղեք։ Հիմա կարծում եմ արդեն էլ չի սահի, այսպես, ծիրանի կոմպոտ եմ բացել այդտեղ, արդեն երևում է կադրում եւ այդքան ժելեի փոշուն, որը այստեղ եմ լցրել բացել, մաքուր սառը ջրով եմ բացել, որն անմիջապես ժելեի լավ որակից ելնելով, ինքը հենց այդ ջուրը լցնելու ընթացքում սկսեց արդեն ուռչելու գործընթացը, այսինքն ռեակցիայի մեջ մտավ ջրի հետ եւ բարձրացավ ու այդ ամանը լցվեց։ Այդպես 15 րոպե թողել եմ, որ լավ պնդվի, այդ ընթացքում ծիրանի կոմպոտի հյութը լցրել եմ այս կաթսայի մեջ, ահա, տեսնում եք, որ գույնը լավ տեղին է։ Քանի որ սա նաև քաղցրություն է պահանջում, լցրել եմ այդքանի 1 բաժակ շաքարավազ եւ ծիրանի կոմպոտի հյութը 4 բաժակ, ահա այս բաժակով, սիրելի հետևորդներ ջան, ահա, այսպես եւ արդեն այսքանը տեսակ, թե ինչ արեցի, հիմա այսպես շերտերով պիտի դասավորեմ, զգուշորեն լցնելով, իսկ եթե այդ ընթացքում այս մեր կաթսայի ժելեն էլ է սկսում պնդվել, հոգ չէ, կարող եք տաքացնել, բայց չեռացնել եւ արդեն օգտագործել, շարունակել գործը կատարել։ Նաև ուզում եմ ասել, որ երբ որ ժելեն լցրել եմ այստեղ, նախորոք այստեղ ծիրանի հյութը, շաքարավազը եւ վանիլինը եռացրել եմ, որպիսի եռման աստիճանով ժելեն նոր լցնենք այս կաթսայի մեջ։ Անջատել եմ գազօջախը եւ այս ծիրանի հյութը եռման աստիճանի տակ լինելով նոր բացված ժելատինը լցրել եմ այստեղ ու խառնել եմ։ Սկզբում սպիտակ փրփուր է բռնում, որից չպետք է վախենալ, այնքան եմ խառնում, մինչև այդ փրփուրն էլ է անցնում։ Այստեղ քանի դեռ ժելեն չի պնդվել, ես ուղղությունը տալիս եմ։ Եթե միրգը օրինակ փոքր է լինում, մանր կտրատած միրգ է լինում, նման պարագայում այս անհանգստությունը չի լինի, բայց քանի որ տեսակ, որ իմ ելակները խոշոր են ու ծանր, ես էլ ուզում եմ, որ այդ տեսքը լինի, դրա համար այստեղ այնքան կսպասեմ, մինչև որ այստեղ պնդվի, առանց սառնարան տեղափոխելու։ Եղանակն էլ որ սառն է, նաև դա է ինձ օգնում, ահա, հիմա մի փոքր սպասելուց, պնդվելուց հետո նորից կմիանամ ձեզ։ Սիրելիներս, քանի որ ժելեն չի սիրում երկար սպասել, արդեն ես շարել եմ, արանքները լցրել եմ, նաև այստեղ եմ զարդարել, որպեսզի երբ որ հանենք, նաև կենտրոնական հատվածը շատ գեղեցիկ նայվի։
Ահա, եւ հիմա սպասում եմ, որպեսզի սառչի շարունակություն տալու համար։ Իսկ հիմա էլ ճիշտ ժամանակն է 15 րոպեով տեղափոխել սառնարան։ Սիրելի հետևորդներ ջան, այդ 15 րոպեից շուտ էլ ինքը սառեց եւ ազատ կարող եմ այսպես թեքել։ Ահա, տեսեք, շատ լավ ինքը սառել, ամրացել է։ Բայց դեռևս ոչ այն աստիճանի, որ կարողանա կտրել։ Նախապես ասեմ, որ ամբողջ գիշեր մնալու է։ Հիմա այս մնացածը պիտի լցնեմ այս արանքները եւ նույն ձևով շարունակեմ այդպես աստիճանաբար։ Ամեն մի կտորը հարմարեցնելով այս արանքներում։ Հիմա նորից ավելի մոտ ցույց եմ տալիս, թե ինչ տեսք ունի եւ արդեն ավելացնեմ ժելատինի հյութը։ Սիրելիներս, այս ընթացքում նաեւ իմ այս ամբողջ ժելատինի հյութը դեռևս չի սառել։ Ահա, տեսեք։ Եվ կարիք չի եղել, որպեսզի նորից տաքացնեմ։ Հիմա սա եմ լցնում նորից զգուշ։ Ինչքան էլ որ այստեղ խիտ դասավորվածություն է ստացել, ահա, ամեն դեպքում շատ զգուշություն է պահանջում։ Չեմ ուզում շերեփով լցնել, քանի որ ինձ այսպես է հարմար։ Ամեն մի անցքը կգնա ու ինքը կլցվի, կտեղավորվի։ Գեղեցիկ փայլ է ստանում, հետս հետ է։ Մնացած ելակով էլ արդեն ամենավերջի շերտը կզարդարեմ և հիմնական տեսքը ձեռք կբերի։ Այս երեսը կլինի իր հատակային մասը, իհարկե այս ամանից հանելուց հետո։ Կարող եք ինձ գրել, արդյոք պատրաստում եք, արդյոք սիրում եք և ինչ եղանակով եք պատրաստում։ Այսպես։ Հրաշալի։ Այնքան ենք լցնում, որ գա երեսը փակի, որպեսզի կտրելու ժամանակ, կտրելուց հետո ավելի ճիշտ այդ շերտաշերտ ժելատինի փայլը երևա։ Արդեն ես նկատում եմ, որ այնտեղ բարձրանում է ելակը։ Դրա համար դա ցույց է տալի, որ հերիք է։ Եվ նորից տեղափոխում սառնարան։ Մի փոքր կսպասեմ, որպեսզի շատ չշարժվի։ Սիրելիներս, արդեն ամենավերջի շերտն էլ եմ դասավորել եւ տեսեք, որ թեկուզ եւ հատակն է, բայց ինչքան գեղեցիկ է։ Հիմա ինձ մնում է ժելատինով լցնել, որպեսզի գա այսպես երեսը հարթ փակի։ Եթե ասենք ինչ-որ միտեղ էլ անհարթություն լինի, դա չի խանգարի։ Հիմա ես լցնեմ եւ այսպիսով էլ կավարտեմ իմ այսօրվա վլոգը, որտեղ որ ձեր հետ խոսեցի թե մեր գյուղի լեզվով եւ թե այնպես, ինչպես որ ես իրականում կամ։ Սիրելի հետևորդներ ջան, եթե ձեզ դուր եկավ այս տարբերակը, կարող եք փորձել եւ այս ժելետորթից էլ օգտվել ու վայելել։ Շատ օգտակար է առողջության համար, քանի որ ժելատինը հենց ինքը շատ լիքը օգտակար հատկություններ ունի։ Շատերդ կիմանաք, շատերդ միգուցե ոչ, բայց ասեմ, որ ժելատինի փոշին պատրաստվում է եղջերավոր անասունների, ոսկրածուծային, ոսկորային հատվածներից, այդպես հատուկ եղանակներով մշակվում, պատրաստվում, ահա, որը շատ օգտակար է մեր ընդհանուր օրգանիզմին։ Եթե դրան բացատրեմ, շատ երկար կտևի, եթե ձեզ հետաքրքրում է, կարող եք Google-ին հարցում անել և ձեր հուզող հարցերի պատասխանները
կիմանաք, սիրելիներս, այսպես, ամեն դեպքում, ինչ էլ որ կկարդաք, շատ զգուշ կվարվեք, քանի որ նաև չարաշահել չի կարելի, և ընդհանրապես ամեն ուտելիքն էլ չարաշահել չի կարելի։ Ինձ թվում է նորից պիտի սառեցնեմ, որպեսզի սա շատ օդը չբարձրանա և կարողանամ վերջնական իր այդ փայլը տալ։ Իսկ եթե ասենք տեսնում եք, որ ինձ մոտ ավելցուկ է առաջանում, ահա այնքան, քանի որ այս ամանով դեռևս չէի պատրաստել, գիտեք, որ նոր եմ գնել, և ավելի լավ էր շատ լիներ, քան թե քիչ, և այդ ավելցուկը կարող եմ կաթսայ ցանել սառած վիճակում և պահել սառցեխցիկում և ցանկացած ժամանակ օգտագործել տարբեր եղանակներով, տարբեր մրգերով։ Այսուհետ, սիրելի հետևորդներ ջան, ձեզ ասում եմ բարի գիշեր, բարի երազներ, իսկ ես սա էլ արդեն մի հատ էլ կսառեցնեմ, վերջնական մի շերտ էլ ժելատինի այդ հյութը կլցնեմ ու արդեն պատրաստ կլինի։ Ինձ կմնա, որ սպասել առավոտյան և Աստծո հաջողությունով, խերով բարով, այս ամանից գեղեցիկ ձևով դուրս հանենք այս համեղությունը, ինչու՞ չէ նաև գեղեցկությունը։ Առայժմ